Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հուլիսի 9-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք, այսօր մենք պարզ է կխոսենք նատոյի գագաթնաժողովի մասին, երեք նատոյի շրջանակներում, գագաթնաժողովի շրջանակներում ընդունվեց հռչակագիր, շատ կարևոր կետեր այնտեղ կան, կարևոր նաև մեզ համար, պետք է ասեմ, որ Միացյալ Նահանգները և Իրանը շարունակում են խախտել զինադադարը, փոխադարձ հարվածներ հասցնել իրար, դրա հետ կապված նատոյում նաև արտահայտվեց Դոնալդ Տրամպը, դրա մասին կխոսենք, ստեղ սրումը շարունակվում է, զինադադարը խախտված է, ես պետք է ասեմ, որ պարոն Բայրամովը, Ադրբեջանի արտգործնախարարը այսօր ելույթներով հանդես եկավ, ուշագրավ մեզ համար, շատ կարևոր մեզ համար, Մարիա Զախարովան նաև արեց մի հայտարարություն կապված մեկ նշանակման հետ, որը կատարվեց Հայաստանում ու մեղադրեց այդ մարդուն, որ ինքը իօքուտ Գիտլերի ինչ-որ բաներ ասեց, անհեթեթ ուղղակի բան է, մեղադրանք է, դրա մասին կխոսենք ու ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր պրոցես է գնում ուժեղ Հայաստանի խմբակցությունը։ Ուժեղ Հայաստանը անցավ, 29 մանդատ պետք է ունենա նոր ընտրված ազգային ժողովում, ցուցակը, որը ուժեղ Հայաստանը ներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողով 202 մարդ իր մեջ պարունակում է, բայց չգիտես ինչու գնում է պրոցես, երբ որ ցուցակից ուժեղ Հայաստանի մասսայական սկսեցին դուրս գալ թեկնածուները, այդ ցուցակի անդամները, 202-ից 106-ը, կեսից ավելին դուրս եկան այդ ցուցակից, դա ինչ է նշանակում, դա էլ պետք է հասկանանք։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել և աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Այս մեր աշխատանքը դուք տեսնում եք ինչքան կարևոր է և սփյուռքահայության համար, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քանի որ մենք ստուգված, վերստուգված ինֆորմացիա ձեզ տալիս ենք, ինչը անչափ կարևոր է այսօր այս ալեկոծվող աշխարհում։ Ուրեմն, նատոյի առաջնորդները ընդունեցին հռչակագիր։ Այդ հռչակագրում մի քանի կարևորագույն կետեր են ֆիքսված։ Առաջինը, որ Ռուսաստանը ֆիքսված է նատոյի կողմից ու Դոնալդ Տրամպը համաձայնվեց, այդ է կարևորը, որ Ռուսաստանը ներկայացնում է նատոյի համար երկարաժամկետ վտանգ։ Անչափ կարևոր է դա, նախկինում նատոն չէր կարող այս ձևի որոշումներ ընդունել, քանի որ Դոնալդ Տրամպը դեմ էր։ Այս անգամ Դոնալդ Տրամպը համաձայնվեց մյուս նատոյի անդամ երկրների, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում նատոյի անդամ պետությունների համար։ Մյուսը նատոյի պետությունները ստանձնեցին պարտավորություն 2026 թվականի ընթացքում 70 միլիարդ եվրոյի կարգի աջակցություն տալ Ուկրաինային։ Ավելին, իրանք պարտավորություն վերցրեցին մյուս տարի 2027 թվին ոչ պակաս աջակցություն տալ Ուկրաինային։ Ես պետք է ասեմ, որ նատոյի հռչակագրում նաև ֆիքսված է, որ նատոյի անդամ պետությունները ֆիքսում են, ասում են, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Ու կոչ են անում Իրանին չխոչընդոտել, որ Հորմուզի նեղուցով անցնեն լցանավերը, տանկերները։ Բացի դրանից ֆիքսվեց, որ Կանադան և եվրոպական պետությունները, Եվրոպայի պետությունները անդամ, նատոյի անդամ պետությունները բոլորը ավելացրեցին իր լուման նատոյի բյուջեի մեջ, 139 միլիարդ եվրոյի մասին է խոսքը, 139 միլիարդ խոսքը գնում է։ Ու պարզ է, նատոյի պետությունները նորից ֆիքսեցին, որ իրանք հավատարիմ են 5-րդ հոդվածի նատոյի կանոնադրության։
5-րդ հոդվածը դա կոլեկտիվ պաշտպանության մասին է խոսքը։ Ինչու դա միատել շեշտվեց, քանի որ Ռուսաստանը բարբերաբար սպառնում է Բալտյան երկրներին, Լեհաստանին, Ֆինլանդիային, որ ուժային քայլեր իրենց դեմ կանի, ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ասում են, եթե դա լինի, մենք կոլեկտիվ միասին կպաշտպանենք այդ երկրները։ Դուք գիտեք, ուղղակի երեք Ռուսաստանի արտգործնախարարությունը արեց հայտարարություն, որ Բալտյան երկրներում իբր ռուսալեզու ժողովրդի մարդկանց, քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են, ու Ռուսաստանը դա չի թողնի առանց պատասխանի, ու եթե հիշենք, որ ուղղակի մի շաբաթ առաջ կամ 2 շաբաթ առաջ Ռուսաստանում ընդունվեց օրենք ու Պուտինը ստորագրեց, որի համաձայն, եթե ռուսալեզու մարդկանց ապրող տարբեր երկրներում սպառնալիք է իրանց առջև առաջանում, Ռուսաստանը ստանձնում է պարտավորություն մտցնել զորքեր այս երկրները։ Սպառնալիքը շատ հստակ է, օրենսդրությամբ ֆիքսված Ռուսաստանում, բարձր ՆԱՏՕ-ն այդ կետը պետք է շեշտեր ու ֆիքսեր այդ կետը, որ կոլեկտիվ պաշտպանությունը դա ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ցանկացած ՆԱՏՕ-ի պետության ում դեմ Ռուսաստանը ոտնձգություն կանի։ Ես պետք է ասեմ, որ այս ՆԱՏՕ-ի շրջանակներում շատ էր խոսացել բարձ է Դոնալդ Տրամպը, ամենահզոր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, Դոնալդ Տրամպը ասեց, որ չի պլանավորում դուրս բերել Միացյալ Նահանգներին ՆԱՏՕ-ի կազմից, դա շատ կարևոր դրական լուր էր եւ ՆԱՏՕ-ի պետությունների համար, եւ Եվրոպայի պետությունների համար, եւ Կանադայի համար, քանի որ սպառնում էր նրանով միջ այդ Դոնալդ Տրամպը։ Հիմա ինք ասեց ամերիկացիք չեն պլանավորում դուրս գալ ՆԱՏՕ-ից, ուղիղ հակառակը մենք տեսնում ենք Դոնալդ Տրամպը համաձայնվեց ի օգուտ Ուկրաինայի որոշումներ ընդունել, ինչը չէր թույլ տալիս միջ այդ անել։ Դուք գիտեք, որ նախկին նախագահները Միացյալ Նահանգների Կլինտոնը, Բուշը, Օբաման իրենք Միացյալ Նահանգների անկախության կապակցությամբ 250 տարվա անկախության կապակցությամբ արել են հայտարարություններ Միացյալ Նահանգների ապագայի մասին, ռեալությունների մասին, ժողովրդավարության կարևորության մասին եւ այլ ազատությունների մասին ու արձագանքեց Դոնալդ Տրամպը, ինքը ասեց, այ իրանք շատ են խոսում ժողովրդավարությունից, այլ արժեքներից, բայց մենակ ես կարողացա ստիպել եվրոպական երկրներին, ովքեր ՆԱՏՕ-ի անդամ են, ավելի շատ լումա դնել ՆԱՏՕ-ի բյուջեի մեջ, ՆԱՏՕ-ի հզորացման մեջ։ Իրանք ինքը ասում է, միայն ես կարողացա ստիպել այդ երկրներին ավելացնել իրանց պաշտպանության բյուջեը, եւ ավտոմատ դա նշանակում է ավելի մեծ ներդրում անել ՆԱՏՕ-ի հզորության մեջ։ Ես պետք է ասեմ, նաև իրան շատ գովում էր Մարկ Ռյուտեն դա գլխավոր քարտուղարն է ՆԱՏՕ-ի, շատ հասկանալի է, որ ինքը գովում էր Տրամպին, ինքը փորձում էր այդպես մթնոլորտ ստեղծել, որ Տրամպը, ասենք, չդեղանա ու ի վերջո դուրս չգա ՆԱՏՕ-ի կազմից, ինչը ուղղակի ՆԱՏՕ-ի համար կործանման ճանապարհ կլիներ։ Ռյուտեն գոված Տրամպին ասեց, որ իրոք հենց Տրամպը կարողացավ է դրան հասնել, ինչը շատ կարևոր է։ Տրամպը նաև այս գագաթնաշովի ժամանակ շատ խոսեց Իրանի մասին, օրինակ ինքը ասեց, որ ես հրաման տվեցի հարվածներ հասցնել Իրանի վրա, ու այդ հարվածները շարունակվում են դժբախտաբար 2 օրը, Իրանը պատասխանում է, բայց Տրամպը ասեց, ավարտվեց զինադադարը, մենք համարում ենք, որ իրանք հիվանդ մարդիկ են Իրանի իշխանությունները, իրանց հետ անհնար է խոսել, ուրեմն զինադադարը բարձավ, մենք սկսում ենք քայլեր Իրանի դեմ պարտադրելու ճանապարհով։ Ես պետք է ասեմ, որ այս
գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի բոլորը շատ էին վախում, ինչ որ կավարտվի, հաշվի առնելով եվրոպական երկրների ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների եւ Տրամպի միջև հակասությունների, բայց բարեբախտաբար պարզվեց, որ Տրամպն էլ տրամադրված է ավելի մեղմացնել հակասությունները, որոնք կային նախկինում ՆԱՏՕ-ի շրջանակներում, ու նորից կրկնում եմ, շատ մեծ դեր խաղաց տեղ Մարտ Ռյուտեն, որը իրոք մեծարեց դերը Դոնալդ Տրամպի այն հարցում, որ բյուջե բոլոր երկրները ավելի մեծ լում են դնում, նաև գոված Դոնալդ Տրամպին Էրդողանը, հասկանալի է, Էրդողանը ուզում է իր հարցերը լուծել, սիրաշահում էր Դոնալդ Տրամպին ու ասեց Ուկրաինայի հարցով Դոնալդ Տրամպի քաղաքականությունը փայլուն է։ Հիմա ես ուզում եմ անցնել շատ կարևոր առնչվող այդ հարցերի հետ, որոնք ես թվարկեցի, շատ կարևոր ինտերվյու, որը տվեց մեր զելեմեներին Իրանի դեսպանը Հայաստանում, Հալիլ Շիր-Գոլամին։ Հալիլ Շիր-Գոլամին ինքը դեսպանն է Իրանի Հայաստանում, բավական ակտիվ գործում է ու ինքը պատասխանեց մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցերին։ Մինչև իր նշված կարևորագույն հարցերը, որոնք շոշափում են մեր շահերը ու մենք պետք է դրա մասին իմանանք, ես պետք է ասեմ, որ պարոն Պեզիշկյանը նախագահան Իրանի շնորհավորեց, կներեք, շնորհակալական խոսքեր ասեց Նիկոլ Փաշինյանին, վարչապետին Հայաստանի, որը Ալի Համենեի հրաժեշտի արարողությանը մասնակցել էր։ Հիշում եք, Նիկոլ Փաշինյանը եղել է Տեհրանում ու դա շատ կարևոր էր իմ կարծիքով։ Դուք գիտեք, ոչ Էրդողանը, ոչ Ալիևը չեկան Տեհրան, ու Էրդողանի դեպքում հասկանալի է, թուրքական կողմը բացատրություն տվեց, որ դա կապված է նրա հետ, որ գաղտնաժողով է ընդունում 7-ից 9 Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է, Թուրքիան ընդունում զբաղված է, Ալիևը ինչի չգնաց, մի քիչ դժվար է ասել, բայց ուզում եմ ասել, որ պարոն Պեզիշկյանը գնահատեց դա ու շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մի քանի հարցերին անդրադարձավ Իրանի դեսպանը Հայաստանում։ Ուշադրություն ես ուզում եմ որ դուք դարձնեք։ Ինքը ասեց այդ հյուսիսարավ ճանապարհի հետ կապված շինարարության առաջընթաց կա, դուք գիտեք Իրանը ներգրաված է մի քանի հատվածներում աշխատանքներ Իրանի կողմի բանվորները, ընկերությունները մասնակցում են, օրինակ Սիսիան Քաջարան հատվածում ու դեսպանը ասեց, որ մենք մասնակցում ենք, բայց մենք պատրաստ ենք ավելի մեծ մասնակցություն ունենալ այլ հատվածները հյուսիս-հարավ այդ ճանապարհի կառուցել ու մենք այդ հզորությունը ունենք շինարարական։ Այդ լավ է, որ մեր պետությունը հնարավորություն տվեց Իրանի շինարարներին աջակցել հյուսիս-հարավ ճանապարհը կառուցել։ Մյուսը մեկ խնդրի մասին խոսեց Իրանի դեսպանը, ճիշտ ասած չեմ ուզում թաքցնել ձեզանից, ինձամրդանորություններ։ Կա, գիտեք, հայ-իրանական առևտրի կենտրոն։ Կա հայ-իրանական առևտրի կենտրոն ու դեսպանը շատ բողոքեց, որ այդ առևտրի կենտրոնը չկարողացավ աշխատել, այնտեղ լուրջ խնդիրներ կային Իրանի բիզնեսի ներկայացուցիչների միջև եւ պարոն Գագիկ Ծառուկյանի միջև պարզվեց, որ այդ հայ-իրանական առևտրի կենտրոնի ղեկավարը կամ սեփականությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին ու ինքը շատ բողոքեց, որ Գագիկ Ծառուկյանը չկարողացավ գտնել լեզու Իրանի բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս ձևի նորություն մենք իմացանք, ես ինչքան գիտեմ
այս առևտրի կենտրոնի հետ կապված նաև այս քրեական գործում հիշատակում կա, որը դու գիտեք սկսեց մեր դատախազությունը պարոն Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց դեսպանից ես առաջի անգամ իմացա, որ հայ-իրանական առևտրի կենտրոնը ունի լուրջ խնդիրներ, ու այդ խնդիրները կապված են նաև Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման հետ։ Դեսպանը Իրանի պարզ է ակնարկարեց շատ կորեկտ, բայց ասեց, որ մենք մտավախություններ ունենք այս TRIP ծրագրի հետ, որը Միացյալ Նահանգները Հայաստանի հետ պետք է իրականացնեն, քանի որ ինքը ասեց մենք հավատում ենք Հայաստանի կառավարությանը, բայց չենք հավատում Միացյալ Նահանգների կառավարությանը։ Ու այդ հարցը իրանցիք պարզ է մեր արչև ավելի կոշտ կդնեն, կսրեն, քանի որ հիմա Միացյալ Նահանգների հետ նորից սրվում են հարաբերությունները, նորից ռազմական գործողությունները վերսկսվում են Իրան-Միացյալ Նահանգներ ցավով պետք է ասեմ, բայց պատահական չի, որ այդ հարցը բարձրացրեց Իրանի դեսպանը, ինքը ուզում է ասել, որ մենք հիացած չենք այս ծրագրից, ուզում էր ասել, որ այո, մենք ձեզ հավատում ենք, բայց ամերիկացիներին չենք հավատում, բայց ինքը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հավաստիացում է տալիս, որ այս ծրագիրը TRIP ծրագիրը, որը իրականացնում է կամ պլանավորում է սկսել իրականացնել մեր կառավարությունը ամերիկացիների հետ, որ չի աշխատի իրանցիների դեմ։ Հիմա կար հարց, որ կա մեր լրագրողների կողմից կար հարց Իրանի դեսպանին, որ կար ինֆորմացիան, որ պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները Իրան ակտիվ փուլի ժամանակ Ադրբեջանի տարածքից հարվածներ հասցվել են Իրանին, բայց դեսպանը ասեց, որ մեր պատկան մարմինները չեն հաստատում այս ինֆորմացիան, բայց ինքը ասում է, դու գիտեք, մենք այն երկրներին հարված ենք հասցնում, որոնք տալիս են իրենց տարածքը ամերիկացիներին, որ մեզ հարված են, ակնարկարեց, եթե սխալ անի Ադրբեջանը, ինչ պատասխան կլինի Ադրբեջանին։ Ես պետք է ասեմ, որ ուշադիր պետք է հետևենք այս ձևի հայտարարությունների, որոնք անում են իրանցիք Հայաստանում, Իրանի դեսպանը, քանի որ Իրանը մենք տեսանք, որ բավական լուրջ պայքար է տանում, կարողացավ նույնիսկ ունենալով շատ ու շատ ավելի փոքր ռազմական հնարավորություններ համեմատ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ, այնուամենայնիվ կարողացավ բավական լուրջ հակառակվածներ հասցնել, բավական լուրջ պաշտպանության համակարգ ստեղծել ու օգտագործել իր ռազմաքաղաքական առավելությունները, օրինակ կապված Հորմուզի նեղուցի հետ։ Ուրեմն Իրանի հայտարարություններին մենք պետք է շատ ուշադիր լինենք ու կառավարությունը մեր պետք է շարունակի իր աշխատանքը Իրանի կառավարության հետ բացատրելու, որ TRIP ծրագիրը ոչ մի վտանգ չի ներկայացնում, իրոք փաստարկները բերելու ինչու չի ներկայացնում վտանգ եւ այլ եւ այլ։ Հիմա ես ուզում եմ անցնել մի քանի թեմաներին, բայց մեկ ներքին թեման չեմ կարող շրջանցել։ Մի քանի շատ կարևոր թեմաներին ես պետք է անցնեմ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, Մարիա Զախարովի հայտարարությունը, ուկրաինացիք լրջագույն հարվածներ տվեցին դրոններով Ռուսաստանին, լրջագույն հետևանքներով, դրա մասին կխոսենք, բայց միջ այդ ես ուզում եմ անդրադառնալ մեկ հարցի։ Դա կապված ուժեղ Հայաստանի հետ։ Ի վերջո այդ ուժը ստացավ 29 մանդատ, կունենա երկրորդ ֆրակցիան մեր ազգային ժողովում ու այնտեղ անհասկանալի պրոցեսներ են գնում։ 202 գրանցված մասնակիցներ իրանց ցուցակից, որով այդ ուժը գնաց ընտրությունների 202 գրանցված ֆիքսված կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ցուցակ, ու այդ ցուցակը պարզ է, քանի որ անցան առաջի 29 կմտնեն ազգային ժողով, նույնիսկ ուժեղ Հայաստանը այդ ցանկը տվել էր։ Բայց անհասկանալի պրոցեսներ հիմա գնում են 106 հոգի կեսից ավելին մարդիկ հրաժարական տվեցին։ Կոպիտ ասած գրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ,
նոտարով հաստատված, որ իրանք դուրս են գալիս ցուցակից, չեն ուզում ունենալ ռեգիստրացիա այդ ցուցակում։ Անկեղծ ձեզ ասեմ, ինձ համար դա անսպասելի է, ես չեմ հիշում այս ձևի պատմություններ, ընդհանրապես որ մեր կուսակցությունների ցուցակներից այդպես մասսայական դուրս գան, էտել այն ցուցակից կուսակցության, որը մտավ ազգային ժողով եւ ունի 29 մանդատ ազգային ժողովում։ Ճիշտը ձեզ ասեմ, ապշեցուցիչ է, չգիտեմ դա ինչի հետ է կապված, համոզված եմ, որ կփորձեն ուսումնասիրել, նույն ուժեղ Հայաստանը մեզ բացատրություն կտա, եթե այդ մարդիկ վախեցան այս քաղաքական պայքարի թեժությունից, եթե իրանք վախեցան այս ծանր քաղաքական պայքարի, որը գնում է Հայաստանում, իրոք ծանր պայքար է գնում, ճիշտ ասենք, ուրեմն ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանը ուղղակի չի կարող ճիշտ ընտրություններ կատարել, ճիշտ թիմը ընտրել ու հիմա բոլորը այդ թիմից փախչում են։ Նու առաջին ինչ առաջացավ իմ մտքում դա է, որ դու գիտեք հիմա մեծ process-ներ են գնում, շատ ու շատ մարդկանց դեմ գործեր են հարուցվում, զգալի մասը մեղադրվում է նրանում, որ ընտրակաշարք բաժանեց, պարզ է դատական որոշումներից հետո մենք ավելի հանգիստ կխոսենք, ավելի հիմնավորված, բայց փաստը մնում է փաստ, որ մոտավորապես 300 հոգու դեմ կամ ավել մարդկանց քրեական գործեր են հարուցվել, նաև այդ ուժեղ Հայաստանի թիմից ընտրակաշարք բաժանելու համար ու առաջացավ ինձ մոտ կասկած, որ կարող է այդ մարդիկ վախում են, որ իրանց դեմ էլ ինչ-որ քրեական գործեր ինչ-ինչ պատճառներով կլինեն ու սկսեցին ցուցակներից դուրս գալ, այս ցուցակից դուրս գալ, բայց այս դեպի մասսայական ես մեր պատմության մեջ չեմ լսել, չգիտեմ։ Հիմա Հայաստանը ստացավ նվեր 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Ականազերծման մեքենան, պատկերացնում եք անվտանգությունը ոնց է բարձրացնում ականազերծման process-ը անցկացնելու ու երկու մեքենան Եվրոմիությունը խոստում տվեց նվեր տալ, մեկը բերեցին տվեցին մեզ, դա շատ լավ է, երկու նաև շտաբ մեքենաներ, շտաբ օգնության մեքենաներ մեզ պետք է տան, բայց հատուկ այդ շտաբ օգնությունը սովորական շտաբ օգնություն չի, հենց այս ձևի process-ների համար, ականազերծման, այնտեղ ռիսկեր կան մարդկանց համար, այո, դա շատ կարևոր է, որ հեռակառավարվող ականազերծման մեքենա մեզ տվեցին, շնորհակալություն Եվրոմիությանը։ Մագդալենա Գրոնը հերթական անգամ եկավ Հայաստան, դու գիտեք ինքը Եվրոմիության հատուկ բանագնացն է Հարավային Կովկասի հարցերով, ինքն էլ շատ բաներ ասեց, նաև այդ թվում հայ-ադրբեջանական process-ի շրջանակներում խոսեց, որ իրանք պատրաստ են աջակցել ապաշրջափակում, որ արվի, ստեղ ես պետք է ասեմ, բացի շնորհակալության խոսքեր, ես ուրիշ խոսքեր չունեմ ասելու Եվրոմիության, բայց մեկ բան պարտավոր եմ ձեզ ասել, Մագդալենա Գրոնոն այն դիվանագետն է Եվրոմիության, որը աշխատում էր Շարլ Միշելի թիմում, գլխավոր խորհրդական, ես էլ ունեցել եմ հնարավորություն հանդիպել իր հետ, մենք հանդիպել ենք, ճանաչում են իրան, ինքը հասարակական գործիչ էր, մի ժամանակ վաղուց է, բայց ուզում եմ ասել, ես հիշում եմ, որ իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցով, ես կասեի այդպես ավելի պրո-ադրբեջանական էր, բայց դա չի նսեմացնում այլ ոլորտում աշխատանքը, բայց ուզում եմ ասել, որ այս ձևի մարդիկ նաև կան, որ մեզ մոտ գալիս են, պետք է դա իմանալ, քանի որ մեզ հիմա սպասում են բարդ process-ներ, դելիմիտացիա դեմարկացիայի հետ կապված զգայուն հարցեր, ես հիշում եք ողջունել եմ մեր կառավարության քայլերը, մաքսիմալը հիմա առաջ չբերել Ղարաբաղի հարցը, մաքսիմալ պրագմատիկ լինել, ողջունել եմ եւ այլ, բայց գիտեք շատ ու շատ նյուանսներ կան, օրինակ այս անձից
անունը հիմա տվեցի, ես լսել եմ, որ ինչ-որ բաներ էր ասում, որ հաշտեցման ճանապարհով պետք է գնան, հայկական կողմը, չգիտեմ, պետք է ներողություն խնդրի, լավ չեմ հասկանում ինչի հետ է դա կապված, առանձին դեպքերում մենք այս ձևի բաներ լսում ենք։ Ուրեմն բարձր գնահատելով Եվրամիության աջակցությունը Հայաստանին, այնուամենայնիվ ես ուշադիր հետևում եմ իրենց ֆունկցիոներների, բյուրոկրատների հայտարարություններին, օրինակ, եթե Ադրբեջանը երկու մեծ պատերազմներ մեր դեմ հրահարեց 90-ական թվերին, 2020 թվին ու դա ապացուցված է, ես չէ որ ասում եմ, ուրեմն պետք է ուշադիր հետևենք այս պաշտոնյաների հայտարարություններին։ Ադրբեջանի արտգործնախարարը պարոն Բայրամովը պատասխանեց այսօր լրագրողների հարցերին։ Ու ինքը ասեց, որ խաղաղության համաձայնագրի հետ կապված մենք մեր աշխատանքը կատարել ենք, մենք նախաստորագրել ենք, մեր դիրքորոշումը ու մեր նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը շատ հստակ է, մենք սպասում ենք Հայաստանին։ Մենք մեր մասով գործարարել ենք, Հայաստանը պետք է սահմանադրությունը փոխի, հրաժարվի տարածքային պահանջներից Ադրբեջանից, տարածքային պահանջից հրաժարվի սահմանադրությունը փոխելով, դրանից հետո մենք վերջնական կստորագրենք։ Ինչ եմ ես ստեղ առանձնացնում եմ այն, որ Ադրբեջանը չի ուզում հաշվի առնել արդյունքները մեր ընտրությունների։ Մեր ընտրությունների արդյունքները նայն, որ Նիկոլ Փաշինյանը ունի մեծամասնություն, լեգիտիմ ընտրություններին, բայց սահմանադրական մեծամասնություն չունի, ուրեմն մենք շանս չունենք փոխել սահմանադրությունը։ Այլ ձևեր էլ կա փոխելու, բայց սահմանադրական ճանապարհով, օրենքով ոչ մի ձև չկա փոխել սահմանադրությունը ռեալ։ Ու բացի դրանից, նույնիսկ եթե այդպես ստացվի, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք կան ազգային ժողովում նոր կազմում, համաձայնվեն, չգիտեմ ինչ եղավ, որ համաձայնվեցին բոլորը, որ հանրակրվե լինի ու դնեն հանրակրվե, ես համոզված չեմ, որ սահմանադրական փոփոխությունները կանցնեն։ Բայց Ադրբեջանը նորից հիշեցնում է, որ ասում է ոչ, այս նախապայմանը պետք է կատարենք։ Մյուսը ինքը խոսեց դելիմիտացիա դեմարկացիայի մասին, որ process-ը գնում է, որ երկու հանձնաժողովներ դելիմիտացիա դեմարկացիայի Հայաստանի ու Ադրբեջանի պարբերաբար հանդիպում են ու շատ առաջ է գնացել այդ հարցերը։ Ես պետք է ասեմ, որ առաջարկում եմ կառավարությանը մեզ ներկայացնել դրա հետ կապված դինամիկան։ Օրինակ, եվրոպացիք, որ մեզ այս մեքենան ականազերծման տվեցին, ասեցին, որ դա դելիմիտացիայի, դեմարկացիայի կոնտեքստով է տրված, որ արագացվի այդ process-ը։ Ես կառաջարկեի մեր կառավարությանը անպայման մեզ ասել, այդ ինչ դինամիկա կա, որի մասին խոսում է Բայրամովը, բայց մենք չենք լսել ոչ մի բան։ Ու մյուսը Բայրամովը ասեց, որ դա շատ կարևոր է, ինքը ասեց, որ Միացյալ Նահանգները մեզ տեղյակ են պահում, ոնց է գնում գործը TRIP ծրագրի հետ։ Ասենք Միացյալ Նահանգները Հայաստանը այս ծրագրի հետ կապված եւ ավտոմոբիլային ճանապարհի եւ երկաթգծային ճանապարհի ամերիկացիք մեզ տեղյակ են պահում։ Ինքը ասեց, որ այդ հարցը ամերիկա-հայկական հարց է, ճիշտ ասեց, բայց ինքը ասում է, մեզ ամերիկացիք տեղյակ են պահում, քանի որ այդ երկաթգիծը եւ ավտոմոբիլային ճանապարհը ի վերջո դուրս կգան դեպի Ադրբեջանի տարածք, չէ, Ադրբեջան եւ Նախիջևանի տարածք։ Ես այդտեղ պետք է ասեմ, նորից կրկնում եմ, ինձ շատ հետաքրքիր է այն, ինչի մասին ասեց Բայրամովը դելիմիտացիա դեմարկացիայի կոնտեքստով։ Այդ ինչ նորություններ կան, նոր process-ներ կան, որ դեռ մենք տեղյակ չենք, ժամանակը ցույց է տալիս, որ ադրբեջանցիք եթե ինչ-որ բան ասում են, ուրեմն այնտեղ ինչ-որ շարժ կա, ինչ-որ process կա։ Հիմա ես պետք է ձեզ ասեմ, որ Մարիա Զախարովան երկար է, որ չէ խոսացել, չգիտեմ, մի 10 օր, թե մի շաբաթ չէ խոսացել, դե Ռուսաստանն էլ հիմա մտածում է ինչ անի, Նիկոլ Փաշինյանը գնաց Եկատերինբուրգ, հանդիպեց Միշուստինի հետ, լուրջ այնտեղ քննարկում էր գնում, իրանք պարզ է ռուսները մեր առջև դրեցին իրանց նախապայմանները, որ բացեն իրանց շուկան մեր առջև
Պարզ է, մեր կառավարությունը չի ընդունի դա, մեր կառավարությունը չի հրաժարվի եվրոինտեգրացիայից, մեր կառավարությունը չի համաձայնվի ռուսական ատոմակայանը կառուցել Հայաստանում, բայց իրանք ասեցին իրանց ասածը, ես կարծում եմ ոչ մի շարժ չի լինի, ոչ Պուտինը, ոչ Միշուտինը չեն շնորհավորի Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ ընտրություններում, չեն բացի շուկան, իմ կարծիքով այդ որոշումները չեն փոխվի, մինչև կտրուկ մենք չփոխենք մեր արտաքին քաղաքականությունը, բայց այնուամենայնիվ որ չէին խոսում, ինչ մի քիչ զարմացրեց ու Մարիա Զախարովան խոսաց։ Ուրեմն Արթուր Հովհաննիսյանին դուք գիտեք մեր ռազմական ակադեմիայում նշանակեցին բարձր պաշտոնի կարևոր կապված դաստիարակության, գիտության հետ կապված կրթության հետ կապված ռազմական ոլորտում ու Ռուսաստանին դա ջղայնացրեց։ Իրանք ասում են ինչի իրան նշանակեցին, երբ որ ինքը անցած տարի մայիս ամսին 80-ամյակ էր, երբ որ այս մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ինչ որ իօքուտ Գիտլերի բան ասեց, ինչ որ արդարացնում էր ֆաշիզմը, ես նույնիսկ չեմ ուզում կրկնել այս անգրագետ ապուշ բաները, որ ասեց Մարիա Զախարովան։ Առաջինը Արթուր Հովհաննիսյանը այս ձևի բաներ չի ասել։ Անցած տարի ինքը ինչ-որ պատմական էքսկուրսիաներ անում էր, այդ պատմական էքսկուրսների հետ շատ հեշտ է ծանոթանալ, բայց այս ձևի բաներ չէր արել, որ ինքը վերանայում էր ինչ-որ պատմական էջերը, արդարացնում էր ֆաշիզմը, դա անհետեցություն է։ Բայց ես չեմ համարում, որ դա պատահական է, որ ասվում է։ Երբ որ Վրաստանի դեմ սկսվեց պատերազմ 2008 թվին, երբ որ մեծ պատերազմը սկսվեց Ուկրաինայի դեմ 2022 թվին, 2014 թվին պատերազմական գործողությունները Ղրիմում երբ որ սկսվեցին, ես հիշում եմ, այս արգումենտները բերում էին, որ ռեժիմը ֆաշիստական է Ուկրաինայում, կամ Սաակաշվիլի դեպքում ասում էին վերանայում է երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները եւ այլ։ Ուրեմն այս բաների վրա նաև պետք է ուշադրություն դարձնել։ Ու մյուսը շատ կարևոր է, ինչ ուզում էի ձեզ ասեմ։ Ուկրաինան իրոք դրոնների պատերազմը վարում է շատ էֆեկտիվ Ռուսաստանի դեմ։ Ուրեմն միայն այս գիշերվա ընթացքում իրանք կարողացան լրջագույն հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթամշակման գործարաններին, լրջագույն վնասներ հասցնել Օմսկում, պատկերացնում եք, Տվերում, Ստավրոպոլում լրջագույն վնասներ, մասամբ այդ գործարանները հիմա չեն աշխատում, իրանք կարողացան Բելգորոդի մարզում ոչնչացնել 4 կամուրջներ, որոնց միջոցով ռուսական զորքերը տեղափոխվում էին, մտնում էին Խարկովի մարզ, Ուկրաինան իրոք հասնում է լուրջ հաջողությունների, հակահարվածներ տալիս է, պարզ է Ռուսաստանն էլ ռմբակոծում է, նաև բնակելի շենքեր, նաև Կիևը, բայց հակահարվածները շատ լուրջ են։ Ու իդեպ ասեմ ձեզ, այս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվեց նաև այդում Թրամփի կողմից, որ աջակցությունը Ուկրաինային նաև կտան Միացյալ Նահանգները, բայց ամենակարևորը Միացյալ Նահանգները ասեցին, որ սահմանափակումներ իրանք կհանեն։ Ուկրաինան կկարողանա օգտագործելով զենքը Միացյալ Նահանգների խփել Ռուսաստանի խորքերը։ Այսօր Ուկրաինան խորքերը խփում է իր դրոններով, իր հրթիռներով, բայց ամերիկացիք ասեցին, որ մենք թույլ կտանք։ Ուրեմն դուք տեսնում եք ինչ բուրըն զարգացումներ են գնում աշխարհում, ուղղակիորեն շոշափող մեր շահերը, ուրեմն ես կոչ եմ անում, որ մենք ուշադիր լինենք ու խնդրում եմ աջակցել Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքին։ Մինչ նոր հանդիպումներ։